Ռուս-ուկրաինական 3 հետաձգված բանակցություններն այսօր են լինելու։ Ռուսական լրատվամիջոցների տեղեկությամբ կեսօրից հետո է սկսելու հանդիպումը։ Առավոտից լրագրողները Ստամբուլի Դոլմաբահչե պալատի դիմաց սպասում են պատվիրակության անդամներին։ Հայտնի չէ, թե արդյոք ռուսական եւ ուկրաինական պատվիրակություններից բացի միջնորդներ են լինելու հանդիպմանը, բայց տեղեկություն կա, որ Ստամբուլ է գնացել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Դոլմաբահչեում է նաեւ թուրքական պատվիրակությունը։ 3 նախատեսված բանակցությունները տապալվեցին, քանի որ Ուկրաինայի ղեկավարին դուրս չէր եկել ռուսական պատվիրակության կազմը։ Ռուսաստանի նախագահի օգնականն է գլխավորում պատվիրակությունը՝ Վլադիմիր Մեդինսկին։ Նրա հետ են նաև արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը, զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը եւ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Զելենսկիի նոր որոշմամբ ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ քարտուղարը հայտարարել է, որ մեծ սպասելիք չունի Ստամբուլյան բանակցությունից։ Նա կոչ է անում Թրամփին եւ Պուտինին անձնական հանդիպման հակամարտությանը վերջ տալու համար։ Հինգշաբթի Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբիոն գերտերությունների առաջնորդներին ուղիղ փոխգործակցության կոչ է արել, պարզելու թե ինչ է ուզում ռուսական կողմը եւ արդյոք խաղաղությունը հնարավոր է։ Նա նորից ընդգծել է, թե Միացյալ Նահանգները չի կարող շարունակել թռչել աշխարհով մեկ եւ մասնակցել անարդյունավետ հանդիպումների։ Այստեղ նպատակը մեկ կողմի հաղթանակը մյուսի նկատմամբ հայտարարելը կամ չարախնդալը չէ, թե ով է խորամանկել։ Նպատակը վերջ տալ հակամարտությանը, որի ընթացքում սովորական մարդիկ են զոհվում, եւ որքան երկար ժամանակ պահանջվի այս պատերազմն ավարտելու համար, այնքան շատ մարդիկ կմահանան։ Այս պատերազմը ի վերջո կավարտվի բանակցային կարգավորմամբ, այն չի ավարտվի ռազմական լուծմամբ։